Առաջարկում եմ այս ուտեստը պատրաստել մեծ չափաբաժնով, քանի որ շատ արագ է սպառվելու։ Ձիթայողի մեջ տապակում ենք նախօրոք մանրացրած տավարի միսը, քաղցր և կծու պղպեղները և լոլիկը։ Պատրաստելու ենք փակ կափարիչով մարմանդ կրակի վրա մոտ 20 րոպե։ Չենք մոռանում պարբերաբար խառնել այն։ Հետո այն համեմում ենք և ավելացնում նախօրոք կեպված կամ պահածոացրած եգիպտացորեն։ Ավելացնում ենք նաև մանր կտրատած լոլիկ և կանաչի, ես ավելացրել եմ կանաչ սոխ։ Միասին տապակում ենք ևս մի քանի րոպե։ Անցնենք հաջորդ փուլին։ 2 տաք լավաշի վրա ավելացնում ենք մեր արդեն պատրաստի ֆարշը։ Այն տարածում ենք ամբողջ լավաշի մակերեսով։ Վրան ավելացնում ենք խոշոր քերիչով անցկացրած հալվող պանիր և փաթաթում ռուլետաձև, այնպես ինչպես ցուցադրված է հոլովակում։ Հետո այն կտրատում ենք 4-ից 5 սանտիմետր երկարությամբ։ Արդյունքում ստանում ենք այսպիսի գեղեցիկ ռուլետներ։ Դրանք շարում ենք որևէ հարմար տարայի մեջ, վրան ավելացնում հավկիթ և ըստ ցանկության նաև քունջուտ։ Այն տեղափոխում ենք նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոց մոտ 5 րոպե։ 5 րոպե անց ավելացնում ենք հալվող պանիր, նորից տեղափոխում ջեռոց ևս 5 րոպեով։ Պատրաստ է։ Մոտ 30 րոպե է ձեզանից պահանջվում այս համեղագույն ուտեստը պատրաստելու համար։ Այն կարող եք պատրաստել ինչպես ընկերական հավաքույթների, այնպես էլ ջերմ ընտանեկան երեկոների ժամանակ։ Այնպես որ անպայման պահպանեք բաղադրատոմսը, պատրաստեք և վայելեք այն։ Բարի ախորժակ։